Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիո 3-ին Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ կաթողիկոս պատրիարք ընտրվելու, օծվելու եւ գահակալության առիթով։ Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո 3-ին, որի հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել, եւ կարծում եմ պատահական չէ, որ նրա օծման օրը Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի եւ սիրո տոնը։ Նորին սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ Աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգեվոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի եւ առավել են հզորացնելու Վրաց ժողովուրդն ու մայր եկեղեցին։ Հարավկովկասյան երկաթուղի եւ վրացական երկաթուղի ընկերությունների ներկայացուցիչների Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում։ Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում գնացքի օրընդմեջ մեկնումով ժամանակացույց։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ, սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի սպասելաժամանակը կրճատելու նպատակով։ Բանակցությունների մանրամասներ են հայտնել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական Ջեփարդ Էքսպրես ընկերության պատվերով հուլիսի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ։ Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում հիմնականում Չեխիայից, կազմակերպելով կեցությունը հարավկովկասյան երկաթուղիների վագոններում եւ հնդածս կանգառներով, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի եւ Վրաստանի տեսարժան վայրերին։ Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները քննարկել են Կախեթիի սահմանամերձ շրջանների ոստիկանական ստորաբաժանումների միջև համագործակցության հարցերն ու առաջնահերթությունները։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Կախեթիում հյուրընկալել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը, որը բաղկացած է եղել երկու երկրների սահմանամերձ շրջանների ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարներից։ Պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի քննչական վարչության պետ Մուզաֆար Մամեդովը։ Այցի ընթացքում ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ Կողմերն ընդգծել են հարևան երկրների միջև իրավապահ մարմինների միջև սերտ կապերի կարևորությունը եւ պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը առկա կապերը ընդլայնելու համար։ Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ապագայում Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ։ Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են բոլոր անհրաժեշտ բյուրոկրատական ընթացակարգերը։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այդուհանդերձ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են։ Նոր կանոնակարգերի համաձայն Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով ուղարկվող ապրանքներն այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան։ Անկարան ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի խթանել Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ գործակցության զարգացումը հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ թուրքական կողմի որոշումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի եւ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից, ասվում է նախարարության հայտարարությունում։ Ընդգծվում, սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականon հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։ Թուրքիայի նոր որոշմանն անդրադարձել է նաեւ ազգային ժողովի փոխխոսնակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նա գրել է, որ շարունակում են աշխատել սահմանի, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլիչն էլ նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը եւս մեկ կարևոր քայլ է կատարել տարածաշրջանում երկարատև խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ սա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր ձեռնարկատերերին եւ մարդկանց եւ ամենակարևորը երկու երկրներին։
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիվ Չաղաթայ Քլոչը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի զարգացման նախագծերը, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերը, նաեւ տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության մոտեցումը։ Մենք ընդգծել ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության եւ համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցային գործընթացում շատ բարդ հարցեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ֆիդանի խոսքով կողմերի միջև շփումները շարունակվում են։ Պատերազմի վերսկսումը թուրք նախարարի խոսքով միայն կմեծացնի ավերածությունները։ Ֆիդանը նշել է, որ Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման լծակ չափազանց մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ համաշխարհային տնտեսության համար։ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, որ իր երկիրը աջակցում է Հորմուզի նեղուցի վերաբացման ջանքերին, հավելելով, որ այն չպետք է օգտագործվի որպես զենք Իրանի պատերազմի ժամանակ։ Դոհայում Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով, Ֆիդանը նաև ասել է, որ Անկարան աջակցում է Պակիստանի գլխավորած ջանքերին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պատերազմին բանակցային լուծում գտնելու համար։ Իրանի նպատակն է հասնել կայուն խաղաղության, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ 40 օրվա ընթացքում մենք կռվել ենք խոշորագույն ռազմական տերության դեմ։ Մենք նախկինի նման գտնվում ենք պատրաստության վիճակում, բայց նաև սպասում ենք պարզաբանումների բանակցային գործընթացի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մեր գլխավոր նպատակն է հասնել կայուն խաղաղության։ Իրանական կողմի տվյալներով պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Կողմերը Պակիստանի միջնորդությամբ քննարկում են հակամարտության ավարտի առաջարկները, սակայն առայժմ համաձայնության հասնել չի հաջողվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը, այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության եւ նպատակահարմարության դիրքերից։ Անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։ Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկին, իսկ Իրանից հայտնել են, որ 14 կետից բաղկացած իրենց առաջարկը այլընտրանք չունի։ Իրանը չի սկսի բանակցությունների երկրորդ փուլը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի 5 պահանջ։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը հղում անելով աղբյուրին։ Ֆարս գործակալությունը նշում է, որ նշված պայմանները Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վստահության երաշխիքներն են։ Դրանք են պատերազմի ավարտը բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում, հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը, Իրանի միջոցների ապասառեցումը, ռազմական գործողությունների պատճառած վնասի փոխհատուցումը եւ Իրանի ինքնիշխանության ճանաչումը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս պայմանները սահմանվում են բացառապես բանակցային գործընթացին վերադառնալու համար վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու շրջանակներում, եւ Թեհրանը կարծում է, որ առանց այս կետերի գործնական իրականացման անհնար կլինի նոր բանակցություններ սկսել, ասված է հայտարարության մեջ։ Իրանի եւ Օմանի պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Հորմուզի նեղուցին վերաբերող վերջին զարգացումները եւ նավերի անվտանգ անցումն ապահովելու միջոցառումները քննարկելու նպատակով, հաղորդում է Մեհրը։ Մասկատում անցկացված բանակցությունները երկու երկրների միջև տարբեր մակարդակներում ընթացող երկկողմ խորհրդակցությունների մի մասն են, որոնք վերաբերում են տարածաշրջանային օրակարգին եւ փոխհարաբերություններին։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարության միջազգային իրավական հարցերով գլխավոր տնօրեն Աբաս Բաղերփուրը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Երկու կողմերն էլ ընդգծել են իրենց ինքնիշխան իրավունքներն ու իրավասությունը նեղուցի նկատմամբ, որպես իրենց տարածքային ջրերի մաս։ Բացի այդ, իրանական պատվիրակությունն առանձին բանակցություններ է վարել Օմանի արտգործնախարար Սաիդ Բադր բեն Համադ Ալ-Բուսայդիի հետ։ Դրան զուգահեռ միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը, որը նույն ժամանակահատվածում Օմանում էր, հանդիպել է իրանական պատվիրակության հետ համապատասխան տեխնիկական հարցերը քննարկելու նպատակով։
Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Աբբաս Արաղչիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այս համատեքստում բանակցային գործընթացի առաջընթացը եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ու քաղաքական կարգավորման հեռանկարները։ Արաղչին մանրամասն տեղեկություն է տրամադրել բանակցային գործընթացի վերաբերյալ։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հակամարտությունը խաղաղ եւ բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։ Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի ազգային խորհրդի նախագահ Ռիչարդ Ռաշիի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևը ջերմությամբ է հիշել անցած տարի Սլովակիա պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումները, այդ թվում Ռիչարդ Ռաշիի հետ հանդիպումը։ Շեշտելով տարբեր ոլորտներում գործակցության զարգացումը, Ալիևն ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը փոխադարձ հարգանքի, բարեկամության եւ գործընկերության վրա հիմնված երկկողմ կապերի ընդլայնման գործում։ Ալիևը նշել է Ռիչարդ Ռաշիի գլխավորած պատվիրակության այցի կարևորությունը Ադրբեջան, նշելով, որ դա երկու երկրների միջև աճող գործընկերության եւս մեկ ցուցանիշ է։ Սլովակիայի ազգային խորհրդի նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված առաջընթացի համար։ Ալիևը խոսել է խաղաղության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերի մասին եւ նշել, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել, այդ թվում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան հաստատել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ եւ քաղաքական կապերը ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։ Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել են միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր, նաեւ մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ առևտրային, էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, կրթության, մարդասիրական գործերի, ժամանակակից տեխնոլոգիաների, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները վերահաստատել են Ադրբեջանի եւ Պակիստանի միջև եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները, գոհունակությամբ նշելով գործակցության կայուն ընդլայնումը էներգետիկայի, առևտրի եւ հումանիտար կապերի ոլորտներում։ Պակիստանի վարչապետն ընդգծել է Բաքվում կայանալիք համաշխարհային քաղաքային ֆորումի նստաշրջանի կարեւորությունը եւ Ադրբեջանի դերը որպես հյուրընկալող համաշխարհային քաղաքային զարգացման օրակարգի առաջխաղացման գործում։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ֆորումին ցուցաբերված ուշադրության համար եւ նշել դրա կարեւորությունը որպես քաղաքաշինության օրակարգի առաջատար միջազգային հարթակ։ Շարիֆն իր հերթին նշել է, որ կարևոր հարցերի պատճառով չի կարողանա մասնակցել միջոցառմանը, սակայն Պակիստանը ներկայացված կլինի նստաշրջանում բարձր մակարդակով։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ։ Ալիևը բարձր է գնահատել Պակիստանի ակտիվ միջնորդական դերը եւ հրադադարի ապահովման ու լրացության նվազեցման ուղղությամբ նրա հաջողված նախաձեռնությունները, նշելով, որ սա ցույց է տալիս երկրների ղեկավարության նկատմամբ միջազգային բարձր վստահությունը։ Առաջնորդները համաձայնել են պահպանել սերտ շփումներ։ Շարիֆն Ալիևին հրավիրել է այցելել Պակիստան, վերջինս ընդունել է հրավերը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։